Հերում մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին, բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, բոլոր նրանց հոգիներին արևավառ, կյանքի մահի այս ամեհի աղջամողջուն ողջակիզվող հոգիներին, ողջույն, ողջույն, ողջույն Տիկին Օֆելիա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, որ եկաք, որ այսպես հետաքրքիր բանաստեղծական էլ բացում արեցինք։ Ողջակիզվող հոգիներին ինչ կասեք։ Ողջակիզվող հոգիներին, ասեմ, որ սովորական ընտանիքից եմ, հայրական կողմս Վանից էին, մայրական կողմս Նախիջևանից։ Ու կարճ ասեմ, հայրս Դուք ծնվել եք Երևանում։ Երևանում, հա, հայրս Պիտիգորսկում, այդ 15 թվին փախից հետո, ինչպես տատս էր ասում, հաստատվել են Պիտիգորսկում, հայրս եւ մեծ իր քույրը, ավագ-քույրը ծնվել են այնտեղ։ Հետո վերադարձել են Հայաստան, այստեղ մնացած երկու դուստրերը նույնպես ծնվել են արդեն ծնվել են Երևանում։ Մենք էլ հաստատվել են Երևանում, այո։ Դե մտածելով, որ Ռուսաստանում չարժե մնալ, իրենց երկիրը չի։ Այո։ Այստեղ հայրս ավարտում է մանկավարժական ինստիտուտը պատմության բաժինը եւ միանգամից նշանակվում դպրոցի դիրեկտոր ասում են այն ժամանակ Ներքին Չարբախի դպրոցում։ Մայրս էլ նույն մանկավարժական ինստիտուտը ավարտում է տարրական դասարանների ուսուցչուհի։ Այդտեղ հանդիպում են ամուսնանում մի տարուց։ Դուք մանկավարժների երեխա եք, իր բոլոր բարդություններով։ Նաև հաջորդը կասեմ, հաջորդ այդ երկուսն էլ մանկավարժ էին, հետո մորս հորդորով հայրս ընդունում է բժշկական ինստիտուտ։ Ինչ հետաքրքիր է։ Բժշկական ավարտելուց հետո միանգամից նշանակում են առողջապահության բաժնի վարիչ Վեդիի շրջանի։ Բայց եւ 6 ամիս աշխատելուց հետո տեսնելով նրա աշխատանքը մինիստրությունում նրանց եզրույթներով եմ ասում առողջապահության մինիստրությունում տեսնում են նրա աշխատանքը եւ զամինիստրը, այսինքն տեղակալը նախարարի գնում է թոշակի նրան երաշխավորում են հորս որպես առողջապահության զամինիստր Հայաստանի 31 տարին չէր բոլորել։ Ինչ հետաքրքիր է, այն էլ խորհրդային Հայաստանում, երբ որ կադրային ճանապարհով ուղղակի պետք է նա անցներ ղեկավարների վերապատրաստման դասընթացներ։ Լենինգրադ են ուղևորում, նշանակում են Լենինգրադ պետք է գնար, որպեսզի 6 ամսով անցներ այդ կուրսերը։ Վեդից գալիս է Երևան, որ փաստաթղթերի, այսպես ասած, պրիոմ զդաչա անիր, փաստաթղթերի իր հետնորդին հանձնի, այդ ճանապարհին ավտովթարա լինում։ Վեդի Երևան ճանապարհին հայրը զոհվում է։ Դուք մեծացել եք առանց ձեր հոր։ Առանց հորս։ Քանի տարեկան էիք։ 4։ Մեծ եղբայրս 6, ես 4.5, մեծը 6, կրսերը 11 ամսական։ Եվ 31 տարին չբոլորած մայրս 3 որբերի պահեց մինչև հասցրեց, ես կարծում եմ ինչ-որ մի հանգրվանի հասցրեց։ Դրանից հետո մայրս դժվար մանկությունը Տիկին Իզաբելա ձեր մտածողության, կենսակերպի վրա հետք թողնել է։ Հիմա ասելու եմ, այո, այնպես մի բարդույթ եմ ապրել մեր ողջ կյանքիս ընթացքում։ Դրանից հետո մայրս բժշկական կրթություն է ստանում բուժքույր, այսինքն երկու ծնողներս եւ մանկավարժ են եւ բժշկական կրթություն են, երկուսն էլ մեջներ, 3-ից 3 երեխա են, 3-ից մեջներ նստած էր դա։ Բայց 3 երեխայի հետ 31 տարեկանում քաջություն ունեցել, նոր մասնագիտություն ստանալ։ Հա, գնաց բուժքույր սովորեց, դրանով մեզ բավական կարողացավ պահել, ֆինանսապես ապահովել։ Որտեւ աշխատանք չէր կարողանում գտնել հորս ամուսնությունից հետո ինք դուրս էր եկել ուսուցչությունից, հետո արդեն շատ դժվար էր, անդադ փող էին ուզում, որ ընդունել խորհրդային տարիներին 5 տարի չկարողացել աշխատել, մանավանդ կրսեր եղբայրս փոքր էր 10 ամսական իր մայրն էր, մայրական տատս էր էլ նայում, որպես ինքը կարողանա։ Որ ասում եք շատ բարդություններ եք ունեցել դրա հետ կապված, հոգեբանորեն էր, հետո մտածողությունը սկզբից երեխայի, հետո արդեն մեծի, մտածում եք ինչու անարդար եղավ կյանքը իմ հանդեպ, թե Չէ, հա, ես հորս էի մեղադրում, որ ինքը անփույթ եղավ իր կյանքի նկատմամբ։ Կարող է իր մեղքներ գուցե պետք էր ավելի ուշադիր լինել, որտեվ իր կյանքը 100% իրենը չէր, 20% էր։ Մենք 5 հոգի ենք, յուրաքանչյուրիս իր կյանքի 20%-ը մեզ էր պատկանում, եւ յուրակ պետք էր այնքան
մտահոգվել սեփական կյանքի անվտանգության հարցով, որ մեզ չթողներ էլ այդ տարիքում։ Շատ հետաքրքիր բան եք ասում, սա նաև այսպես ասած թողահազանգ լինի, զգուշացում լինի բոլոր մարդկանց, ովքեր իրենցից բացի ունեն զավակներ, պատասխանատու են նրանց համար, լինել զգուշ, հետևել առողջությանը։ Պատասխանատվության զգացումը շատ կարևոր բան է։ Մենք անընդհատ խոսում ենք իրավունքներից, բայց պատասխանատվության մասին, պարտականությունների մասին ոնց որ մոռանում ենք, չէ՞ կա իրավունք, անդադ ասում ենք մարդու իրավունքների պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպան, բայց ես մի անգամ գրել էի, բա պարտականությունների ինստիտուտը որտեղ պետք է լինի։ Մարդը մինչև իր պարտականությունները չկատարի, իրավունք չունի իրավունքից օգտվելու, այսպես Պարտականությունները հարազատների հանդեպ, առաջինը մեծ պետության հանդեպ, ազգի, ժողովրդի, մշակույթի, հետո ավելի փոքր բջիջի, ընտանիքի տարբեր անդամների։ Մենք դրսում էլ պարտականություններ ունենք կատարելու, չէ՞։ Այս այգի ենք մտնում, են տրանսպորտ ենք մտնում, մարդկանց հետ ենք շփվում, այդ բոլորը, այդտեղ մենք պարտականություններ ունենք կատարելու։ Դա սահմանափակումներ չեն, որ կարող է մարդիկ ասենք ընդունել որպես սահմանափակում, բայց իրականում դրանք պարտականություններ են, որ բարեվարկության օրենքների կանոնների մեջ են մտնում, էլի։ Մարդը ինքն իր առաջ ինչ պարտականություն ունի, եթե Աստված կյանք է տվել մարդուն, մարդը կյանք ունի, գիտակցելու պահից ինչ պարտականություն ունի։ Գիտակցելու պահի նախ ասեմ, որ բարդույթ ունեցա, չէ՞, հորս մահից հետո ես մտածում էի, ինչու բոլորը կարող են գուցե դա նաև բողոքել, բայց ասացի առաջերտին հորս ուղղված բողոքեր էլի, բոլորը կարող են ասել հայր, իսկ մի սովորական բառ, բայց ես ամբողջ կյանքումս չկարողացա դա ասել, այդ հնարավորությունը չունեի, որ ասեմ, էլի։ Ես իմ պարտականությունը առաջին հերթին ես մտածում եմ մորս նկատմամբ պետք է անեմ, որտեղ 31 տարեկանում 3 որ պահել հասցնել ու նորմալ, ես կարծում եմ մենք նորմալ բառ այնքան ճիշտ չի, ոնց հանրային օգուտ բերող մարդկանց մարդ դարձնել, էլի, որտեղ շատերը այդ բառագայում կորցնում են եւ իրենց եւ երեխաներին, նաեւ կապն են կորցնում, չէ՞, իսկ ինքը կարողացավ այդքան հերոսություն ունենալ, այդ աստիճանի հավաքվել եւ ինքը կրթվեց եւ մեծ կրկնակի կրթություններ, մենք բոլորս կրկնակի երակի կրթություններ ունենք 3 երեխայով, էլի։ Մեծ եղբայրս եւ երաժիշտ է եւ անասնաբուժական ավարտել, անասնաբուժ, փոքրը եւ երաժիշտ բանը, անասնաբուժը եւ ժուրնալիստ, մեծը նաեւ ժուրնալիստ, 10 տարի մեծ եղբայրս հեռուստատեսությունում աշխատել է երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր։ Իսկ դուք կենտրոնանաք ձեզ վրա, դուք էլ ես գիտեմ, որ մի քանի մասնագիտություն եք։ Մայրս ուզում է, որ ես բժշկական գնամ, բայց քանի որ ես գերազանցիկ, ինչ ասեցի, որ բարդույթ ունեի ու այդ բարդույթը միշտ անդրադառնում է արձագանքում մարդու վրա դպրոցում, որտեղ երեխաները դաժան են լինում, բայց ոչ ոք ինձ չէր կարող դա չէր կարող ինձ վրա հիշեցնել, որտեղ ես գերազանցիկ էի, բոլորը ինձանից կախում ունեին, բոլորը կողքս նստում էին ստուգողականների ժամանակ, որ արտագրեն, դրա համար այդ բարդույթը ես ինքս ինձ մեջ էի հաղթահարում, դրսում դա զգալի չէր, երևացող չէր։ 11 տարի գովասանագիր ստացա, ոսկե մեդալով ավարտեցի։ Բայց բժիշկ չդարձաք։ Չէ, մայրս շատ էր ուզում, բայց ես Գագարինը նոր էր թռել տիեզերք, կիբեռնետիկայով էինք տարված, ասում էի անպայման պետք է կիբեռնետիկ ինժեներ դառնամ ու գնացի պոլիտեխնիկ։ Փոշմանել եք։ Ավարտելուց հետո փոշմանեցի մի ընկերուհի ունեի, նա էլ ավարտել էր համալսարան ֆիզիկա տվյորդվեցելը, պինդ մարմնի ֆիզիկա, ասեց միասին գնանք բժշկական, դիմեցինք բժշկական, ասեցին, որ երկրորդ մասնագիտությունը չի կարելի առկա ստանալ, ուսուցում ստանալ, պետք է հեռակալ, բժշկականի հեռակա չուներ։ Ընտրվեցի պոլիտեխնիկինքից բժշկական կիբեռնետիկա, 2 տարի տեղ սովորեցի։ Օգտագործեցիք այդ գիտելիքները։ Ոչ, որովհետև առաջին տարին մեզ ուղարկեցին տեղ Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտի համար, գիտեք բիոնիկա ինչ բան է։ Որ ասեք։ Հա, այդ մասնագիտության գծով մենք դեռ չէ, առաջիններն էինք մենք, դեռ չէինք։ Կենսա ինչ հայերեն։ Բիոնիկա չգիտեմ, կենսա ինչ։
Չէ, դա այն խաչմերուկն է, որտեղ հանդիպում են կիբեռնետիկան բժշկության հետ եւ այդտեղ ծնվում է երկու մասնագիտություն, մեկ բժշկական ապարատուրա, մեկ էլ բիոնիկա։ Միտեղ ուրեմն բժշկություն օգտագործում են կիբեռնետիկան օգտագործվում է բժշկական սարքերի կատարելագործման համար, մի այլտեղ բիոլոգիան օգտագործվում է կիբեռնետիկական սարքերը կատարելագործելու հակադիր բաներ էլի։ Երկրորդ տարին, երբ մենք արդեն ավարտեցին, կարող էին գնալ, արդեն տեղ չուղարկեցին։ Իսկ մեր դասախոսին ուղարկեցին Սիբիր այլախոհության համար։ Որ թվականին 74 կարծեմ, եթե չեմ սխալվում, 74 թիվներ